Հիմա երբ քիչ առաջ խոսվում էր 3D տպագրության միջոցով մարդկանց կյանքերը փոխելու եւ կյանքի որակը փոխելու մասին, ես այդ ընթացքում մտածում էի եւ հիշում էի, վերհիշում էի մեր բոլոր նորակառույց դպրոցները, որտեղ 3D տպիչ սարքերը պարտադիր նախագծի մաս են, այսինքն, բայց մյուս կողմից ես հիշում եմ եւ արձանագրում ենք, որ մեր բազմաթիվ դպրոցներում ամիսներով այդ 3D պրինտերները դրած են, բայց դեռևս չեն օգտագործվում։ Սա էլ ունի իր պատճառը, որ մարդիկ պարզապես չեն տիրապետում, բայց ես քիչ առաջ ձեր ելույթը լսելիս մտածում էի, եթե օրինակ դպրոցի երեխաները այս պատմությունը լսեն, 3D պրինտերի եւ տպագրության նկատմամբ նրանց հետաքրքրությունը կտասնապատկվի, որովհետեւ սա շատ կարեւոր հանգամանք է եւ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց նրա մասին, որ գիտական սարքերը ամբողջ ծավալով չեն օգտագործվում։ Այդ խնդրի հետ իհարկե մենք առնչվում ենք նաեւ դպրոցներում, տարբեր ոլորտներում եւ նաեւ օրինակ դպրոցներ այցելելիս ես նկատում էի եւ նկատում եմ, որ մեր բազմաթիվ լաբորատոր սարքերը արկղից առաջին անգամ դուրս են գալիս իմ այցի առիթով եւ չնայած դպրոցը ամիսներով գործում է։ Հազար ներողություն այս բան համեմատության համար, այտենց հիգիենիկ ոլորտ մտնելու համար, բայց ես բազմաթիվ տեղեր նկատում եմ, մենք հիմա մարզադահլիճներում բոլոր լոգարաններ, ցնցողներ ենք նաև ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայի դասից հետո սպորտով զբաղվելուց հետո նաև օգտագործեն։ Ես տեսնում եմ տասնյակ դպրոցներում, չնայած մի տարով բացված դպրոցներ կան, բայց այդ ցնցողները եւ լաբորատոր սարքերը շատ հաճախ տեսնում եմ, որ կամ չեն օգտագործվում, կամ տեսնում էի, որ կամ չեն օգտագործվում, կամ բավարար չափով չեն օգտագործվում։ Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, ընդհանուր նյարդայնանում էի, բայց հետո հասկացա, որ մենք պետք է իրավիճակին ավելի ամբողջական մոտենանք։ Ի վերջո մարդը մենք բոլորս ապրել ենք մի կյանքի շրջափուլով, մի ռուտինով, որտեղ այդ լաբորատորիաները չեն եղել, որտեղ այդ ցնցողները չեն եղել, որտեղ այդ ամեն ինչը չի եղել, եւ մենք նոր ռուտին պետք է ստեղծենք կյանքի։ Եվ դրա համար պետք է նաև առանձնահատուկ միջոցներ կիրառենք։ Ես ինչու եմ խոսում 3D պրինտերների պատմությունը աշակերտի եւ ուսուցչի կողմից լսելու մասին, որովհետեւ եթե մարդիկ պատկերացնեն, որ դա այդ process-ը մի ապագայում ինչ-որ կետի կարող է մարդկանց կյանքի հետ փրկել, իրենց մոտիվացիաները եւ ուսուցիչների, եւ աշակերտների, եւ ընդհանրապես դպրոցի կուժեղանան, որովհետեւ մեր փորձը ինչ է ցույց տալիս, մեր փորձը ցույց է տալիս եւ այնինչ այսօր այստեղ լսեցին, առանց առաջնորդության չի լինում, բայց առաջնորդել չի նշանակում պարտադիր ունենալ բարձր պաշտոն։ Կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մյուս դեպքում ուսուցիչը, երրորդ դեպքում ծնողը եւ ծնողների խումբը, ովքեր իրենց էներգիայով եւ իրենց առաջնորդությամբ կարող են process-ներ հարուցել։ Այո, փաստը այն է, որ 2017 թվականի համեմատ մենք 2025 թվականի արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք շուրջ 2.8 անգամ 185%-ով մենք ավելացրել ենք ֆինանսավորումը եւ նաեւ գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել ընդհանուր մինչև 300% եւ ավելի, բայց նաեւ ձեր նշած հանգամանքը եւ այդ հանգամանքի ընկալումն է եղել պատճառը, երբ որ խոսում էր գիտական սարքերի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց որակավորման հետ կապված խնդիրների մասին եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար, որովհետեւ երբ որ դուք խոսում եք մեր գլուխ գովալու մոտեցման եւ որակավորման հետ կապված խնդիրների մասին, ես մտածում էի գուցե սխալվում եմ, բայց գոնե ես Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում առաջին անգամ եմ նման ձևակերպումներով ելույթ լսում, Էլի եմ ասում ամենայն հարգանքով գուցե բաց եմ թողել, ես նկատում եմ ես գոնե առաջին անգամ եմ լսում եւ սա շատ կարեւոր փոփոխություն է եւ որովհետեւ առաջինը մեր մտածողությունը եւ լեզվամտածողությունը պետք է փոխվի եւ այս առումով նաեւ պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ որ ասում եմ, որ կառավարությունը աջակցում է գիտությանը,
որովհետև այստեղ մի տեսակ բան է, տարածություն է ստեղծվում, դիստանցիա է ստեղծվում կառավարության եւ գիտության միջեւ։ Մենք գիտությանը չենք աջակցում։ Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է։ Այսինքն մենք չենք տեսնում, որ կա պետություն, կառավարություն այստեղ եւ ինչ որ մի հերավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք։ Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է եւ դա ունի շատ կոնկրետ եւ շոշափելի պատճառ։ Մենք չենք պատկերացնում պետության զարգացումը առանց գիտության զարգացման։ Եվ մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումը առանց կրթության զարգացման, որովհետև բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում։ Եվ նաև ես այստեղ մի միտք կար, որը մտածում էի արժի ձևակերպել, թե չէ, ինչքանով կընկալվի, որովհետև գիտությունը ինքը տնտեսություն է։ Եվ երբ որ ֆիզիկայի ինստիտուտի հարգելի տնօրենը խոսում էր, թե ինչպես ջրի կոմունալ ծախսի կրճատմամբ կարելի է ավելացնել գիտության ֆինանսավորումը, սա ցույց է տալիս, որ գիտությունը ինքը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը եւ գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը եւ գիտությունը որպես տնտեսություն ընկալելը շատ կարեւոր գործիք է եւ շատ կարեւոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։ Եվ ես էլի հիշում եմ բազմաթիվ դրվագներ վերջին տարիներին գիտության ոլորտի հետ մեր առնչությունների։ Ես հիշում եմ, թե ինչպիսի երկար տանջանքների եւ տառապանքների արդյունքում հնարավոր եղավ, որ ֆիզիկայի ինստիտուտում այդ իզոտոպերի արտադրությունը տեղի ունենա, որը առողջապահության ոլորտում այսօր օգտագործվում է եւ ակնհայտորեն դրա օգտագործումը ավելի կընդլայնվի մանավանդ առողջության ապահովագրության համակարգի ներդրման պայմաններով եւ այստեղ շղթայական մենք process ունենք մի կողմից մեր գիտական հաստատությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ են մտնում մյուս կողմից մեր առողջապահության համակարգը ստիպված չի լինում գումարները երկրից դուրս անել, որովհետև նախկինում դա արտահանվում էր, ընդ որում ես ինչքան ինձ հասցրել են ասել, այդ իզոտոպները շատ կարճ կյանք ունեն եւ իրենց արտադրության եւ օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է եւ նաեւ մյուս կողմից մենք մասնավորապես ներողություն քաղցկեղային, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ հետեւաբար կանխարգելման գործիքներ ենք ստանում, որը իր հերթին մեր մարդկային ռեսուրսը, եթե տնտեսական տերմինով արտահայտվենք, ավելի աշխատունակ, գործունակ եւ կենսունակ է դարձնում, ինչը իր հերթին բերում է տնտեսական էական օգուտներ։ Եվ այս առումով ուզում եմ ասել, որ նաև մեր պատկերացումն է, որ գիտությունը եւ գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ եւ ներկայություն պետք է ունենա, բայց նաեւ շատ դեպքերում այդպես է նույնիսկ այն պայմաններում, երբ որ իրենք գիտնականները դրա մասին չգիտեն։ Ես վերջին շրջանում առիթ եմ ունեցել ասելու, որ վերջին տարիների մեր քաղաքականությունները մասնավորապես ուղիղ կապ են ունեցել նաև մեր պատմության ընթերցման եւ վերընթերցման հետ։ Եվ իհարկե նաև ես ինքս երբեմն սկզբնական շրջանում որոշակի այդ 20, 21, 22 թվականներին որոշակի ինքս իմ մեջ բանավեճեր էի ունենում մեր պատմագիտական հանրության հետ, բայց մյուս կողմից մի X պահի ես արձանագրեցի մի շատ կարևոր բան, որ մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գործերում, պատմության հատորյակներում շատ բարեխղճորեն, բարձր մակարդակի բարեխղճությամբ արձանագրված են փաստերը եւ երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է համաձայնվել, երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է եւ չհամաձայնվել, բայց արձանագրումը ուրիշ է։ Պատմությունից հետևություն անելը դա քաղաքական գործիչների խնդիրն է։ Եվ իրականում մենք երբեմն այդտեղ ենք սխալ մոտեցումներ ցուցաբերում, ոչ միայն պատմության շարադրումը եւ մատուցումը
արտապատվիրակելով պատմաբաններին, այլև հետևություններ անելը, որը հենց գիտությունը դնում է ոչ այնքան ճիշտ դիրքում, որովհետև պատմությունից հետևություն անելը առաջին հերթին քաղաքական խնդիր է, առաջին հերթին եւ դա քաղաքական գործիչների, քաղաքական առաջնորդության խնդիրներն է, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ վերջին տարիների մեր երբեմն վիճահարույց քաղաքականությունները բխում են ուղիղ մեր պատմության ուսումնասիրությունից, ընթերցումից եւ վերընթերցումից եւ երբեմն եւ նույնիսկ կարող եմ երբեմն ուղիղ նշումները ցույց տալ, թե որ սա ասում եմ անդրադառնալով այն հայտնի խոսույթից, թե պատմությունից պետքա դասեր քաղել, ես նույնիսկ կարող եմ իմ կարդացած հատորյակների մեջ գույներով, մարկերներով ընդգծված հատվածները ներկայացնելով ասել, թե որ հատվածը հատկապես ինչ հետևությունների եւ ինչ քաղաքական որոշումների հիմքում է կանգնած։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այո, մենք խոսում ենք պետության զարգացման մասին, որովհետև գիտության զարգացումը ինձ համար եւ մեր կառավարության համար առանձին վերցրած ոլորտ չէ եւ կներեք հազար ներողություն, գիտության զարգացումը ինքնին առանձին վերցրած իմաստ չունի, այսինքն գիտությունը զարգանա որ ինչ, որովհետև գիտության զարգացումը մեզ համար պետության զարգացում է։